Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինված ուժերում ծառայող գնդերեսների մասին հրամանից հետո Մայրաթոռի փաստաբան Արա Զոհրաբյանը այսօր հայտնել է, որ զինված ուժերում 42 հոգևորականից միայն 8-ն են ծառայելու որպես ժամկետային ծառայող, իսկ մնացած 34-ը այլևս չեն ծառայելու։ Փաստաբանի խոսքով Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ Պաշտպանության նախարարի հաստատած հոգևոր ծառայության կանոնադրության կետերից մեկը, ըստ որի հոգևոր ծառայությունը լուծարվում է ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնագրով եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի հրամանով։ Այս գործընթացի առիթը հանդիսացել է, որ գնդերեսները հրաժարվել են Պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնված հակաեկեղեցական ծրագրին։ Գնդերեսների հետ կապված հանդիպումների ճնշումների մասին մամուլում նաև հրապարակումներ եղան։ Սա իրավական կողմն է, իսկ բարոյահոգեբանական կողմը նա է, որ այս իշխանությունը իրականում թիրախավորել է ազգային եկեղեցուն։ Փոխանակ ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, անում են ուղիղ հակառակը։